Բարև ձեզ հարգելի հեռուստադիտողներ, մեր եթերում Իմ իրավունքը հաղորդաշարի հերթական թողարկումն է ու այսօրվա մեր զրույցի թեման ինչ-որ չափով վերաբերվում է սպառողների իրավունքներին, անդրադառնալու ենք այն խոսակցություններին, համաձայն որոնց Հայաստան մատակարարվող կապույտ վառելիքի սակագինը փոխվելու է, բարձրանալու է։ Ներկայացնեմ իմ հյուրերին՝ Գյումրի 2 սոցիալական ծառայության պետ Էդվարդ Բաղրամյան և տնտեսագետ Կարեն Պետրոսյան։ Շնորհակալություն հարգելի հյուրեր մեր հրավերն ընդունելու համար, բայց նախ առաջարկում եմ դիտել այս թեմայի շուրջ պատրաստված տեսանյութը, որից հետո կվերադառնանք մեր զրույցին։ Հայաստանի էներգետիկայի ու բնական պաշարների նախարարի մամլոք քարտուղարը օրերս հաստատեց նախարարության և ռուսական Գազպրոմ ընկերության միջև բանակցությունների փաստը Հայաստան մատակարարվող գազի գնի շուրջ, դրանք բնութագրելով որպես ընթացիկ քննարկումներ, սակայն որոշ լրատվամիջոցներում հայտնված տեղեկությունների համաձայն այդ բանակցությունների հիմքում գազի գնի բարձրացումն է մոտ ապագայում հոկտեմբերի 1-ից, ըստ տեղեկությունների 1000 խորանարդ մետր գազը Հայաստանի սահմանին պետք է արժենա $280, այսօր Հայաստանը Գազպրոմից 1000 խորանարդ մետր բնական գազը գնում է $180 սակագնով։ Հուսով եմ, որ այդ խոսակցություններ են ու ասպազ ոչ արասեն, որ այդ խոսակցությունները իրականություն տան։ Տունը գազ ենք վառում, մի կերպ կիսատակացնելով, կիսապանով, քանի որ տունն է փոքրիկներ ունենք, կաշխատենք, որ այդ հնարավորությունը մեզնից ձգելով կադարենք, որ երեխաները չմրսին, բայց չեմ պատկերացնի, եթե նորից հանգարց թանկանա։ Գազի հնարավոր թանկացման մասին լուրը անհանգստացրել է հատկապես թոշակառուներին ու սոցիալապես անապահով գյումրեցիներին, իսկ շատերը հույս ունեն, որ թանկացում այս տարի այնուամենայնիվ չի լինի, քանի որ առջևում նախագահական ընտրություններն են։ Որ ընտրություններին ժողովուրդը տան ուրիշ բողոք բան չունենան, տան ընտրեն պերձնեն, հետո իրանց երածը կենան։ Հիմա չի ժողովուրդին կազացնեն ընտրությունների։ 60,000 միայն գազի փող եմ տվել։ Դոմիկի մեջ էի ապրում։ Εμի հաշիվ դար, իմ խոսալս հաշիվ չի, ընձի օգնող չկա, ընձի եմ բարեկամներս օգնեցին, որ ծմրվա տակից դուս եկա։ Որոշեցին թանկացնենք, չէ, միայն բարերով է ժողովրդավարություն, կառավարություն գոյություն չունի։ Հիմա ավելի շատ գյումրեցիներ են մտածում վառելափայտ ձեռք բերելու մասին, թեև վառելափայտի գինը ևս այս տարի բարձրացել է, բայց այնուամենայնիվ այն համարում են ավելի ձեռնտու։ Իմ եղբայրս կոնկրետ փայտ է վառում, որովհետև գազը ինքը աշխատանք չունի, վիճակի չէ գազի վառելու։ Գազը կա տունը, բայց չեն վառում, որովհետև վիճակի չեն։ Ու նմանատիպ օրինակներ երևի էլի կան։ 6 կուպ ենք առել 15,000 դրամով։ Ձմեռը հանում ենք մենք։ Հետո աթար ենք վառում, բանը, սենց կարտոններ ենք բանանում, հետո վառում ենք։ Հերմինե Խաչատրյանը 3 անչափահաս երեխա ունի, ասում է անցած տարի էլ բնակարանը գազով տաքացնել չի կարողացել, քանի որ ծախսատար է, արդեն քանի տարի նրանք ձմռանը տաքանում են վառելափայտով։ Այս կողմը ծախում են 19,000 դրամ է երևի դարել արդեն։ Մենք առել ենք 15,000 շուտ ենք առել, մայիս-հունիսին ենք առել, հետ վաղտ ենք առել։ Շուկայում առկա պահանջարկի ավելացման պայմանավորված այս տարի վառելափայտի գինը բարձրացել է միջինի 2000 դրամով, հիմա փայտ հնարավոր է գնել 1 խորանարդ մետրը 17-ից 19,000 դրամով։ Դիտեցինք տեսանյութը, հիմա անդրադառնանք մեր զրույցի թեմային, սկզբում երևի տնտեսագետին խնդրենք ներկայացնելու, թե ներկայումս կապույտ վառելիքը ինչ գնով ենք ձեռք բերում, որքանով է դա ձեռնտու սպառողներին և ինչ է խոսվում թանկացումների մասին, կոնկրետ դուք ինչ եք լսել։ Ճիշտ ասած, ճիշտ չէ խոսակցական մագարտակում հարցը քննել, նամանավանդ, որ ինքը երկրի համար ունի ստրատեգիական նշանակություն և լավ կլինի, որ հաջորդիվ հաղորդումներում անդրադառնանք ավելի պրոֆեսիոնալների կարծիքին, ճշտում լինի հենց հայ-ռուսկազարդ ծառայությունից, որպեսզի իրենք ինչ-որ առումով, ինչքան որ բանկային գաղտնիք է, առևտրային գաղտնիք չէ, եւ նաեւ իրենք պարտավոր են տնտեսական մրցակցության հանձնաժողով ներկայացնել իրենց քննարկոյացումը, որովհետեւ իրենք հանդիսանում են
մենաշնորհային դիրք զբաղեցնող կազմակերպություն եւ պետք է այս ամենը քննել այս տիրույթից, որովհետեւ հասկանանք միավոր վաճառքի գինը հայ ռուսկազարդ ընկերությունից ինչքան է դրա մեծածախ գինը, ինչքան մասն է թոթավորվում պետության կողմից եւ ինչքան մասն է, որ փաստորեն մեծածախ մանրածախ գնով ստանում է քաղաքացին եւ նաեւ այստեղ երկու հանգամանք կա համաշխարհային պրակտիկայում ընդունված է երկու կին գազի մանրածախ գնի մեկը բնակչության, այսինքն հենց ֆիզիկական անձանց սպառողներին եւ գազի կին իրավաբանական անձանց կազմակերպությունների, որովհետեւ իրենք տարբեր ծավալի գազ սպառողներ են եւ տարբեր պայմանագրերով կարող է դա կարգավոր, այսինքն երկու տարբեր սուբյեկտների իրավաբանական եւ ֆիզիկական անձանց տարբեր գներով։ Ես ուղղակի ուզում եմ անդրադառնալ գազի գների բարձրացումը ինչպես կանադառնա սպառողների վարկագծի վրա, ասեմ որ գազի այլընտրանքային վառելիքը դա քարաձուխն է եւ փայտն է եւ երբ որ փոխարինող ապրանքի գինը բարձրանում է բնականաբար դա հանգեցնում է նաեւ իրեն փոխարինող ապրանքի գնի ավելացման Հետևաբար շուկայում նկատվում է փայտի գնի բարձրացում եւ սա հիմնականում պայմանավորված է գազի գնի սպասվելիք բարձրացմամբ։ Ուղղակի այստեղ տնտեսագետները մի երկու անդրադարձ ունեն, օրինակ տնտեսագիտության մեջ գոյություն ունի պիգուի էֆեկտը, որը ասում է թե ինչքան մարդիկ գների բարձրացմանը, մարդկանց սպասումները հակված են գների բարձրացմանը, այնքան գները ավելի շատ է բարձրանում։ Այսինքն եթե ասենք հիմա պանիկա առաջանա կամ ասենք այսպես մարդկանց մոտ այն համոզումը լինի, որ գազի գները պետք է խիստ բարձրանա, սա կբերի փայտի պահանջարկի աննորմալ, ինչ իմաստով աննորմալ, ոչ շուկայական պահանջով գների բարձրացման, մինչդեռ ոլորտի պատասխանատուները պետք է հստակ ներկայացնեն գազի գնի սպասվելիք բարձրացման թրույկաչափերը, դա անպայման պետք է համաձայնեցվի տնտեսական մրցակցության հանձնաժողովի հետ, որովհետեւ մարդիկ ավելի հստակ գիտենան թե ինչքան է գինը բարձրանում, որովհետեւ ասենք դրանից չօգտվեն փայտի եւ քարաձուխի խոսակցությունն ավելի պաշտոնական է։ Երբ որ կենցաղային բնույթի խոսակցությունները տարածվում են մարդկանց մեջ եւ ինքը մանավանդ որ ասենք միշտ ուրճացման տենդենս ունի համաշխարհային պրակտիկայում այդպես է։ Երբ որ հստակ թիվ չկա, մարդիկ խոսքը բերանից բերան անցնելով միշտ ուրճանալու այսպես միտում ունի եւ ինքը անիմաստ տեղիք է տալիս փայտ եւ քարաձուխ վաճառողներին, որովհետեւ իրենք գները բարձրացնեն, որովհետեւ անիմաստ հավելյալ չհիմնավորված պահանջարկ է ձևավորվում այլընտրանքային վառելիքի միջոցների նկատմամբ։ Բայց եթե չեմ սխալվում, արդեն որոշակի տվյալներ հայտնի են, օրինակ 1000 խորանարդ մետր գազը Հայաստանի սահմանին կարժենա նշվում է 280 ԱՄՆ դոլար։ Այո, բայց չպետք է մոռանանք, որ ինքը նախկինում էլ, եթե չեմ սխալվում, 220 դոլարի սահմաններում է եղել եւ ասենք ենթադրենք եթե միավոր գազը պետք է բարձրանա, այսինքն Հայաստանին մեծածախ տրամադրող գազը եթե ինքը պետք է բարձրանա ենթադրենք 1 միավորով կամ 10%-ով, որի արդյունքում փայտի գինը պետք է բարձրանա 20%, սա հիմնավորված չէ։ Եվ երկրորդ խնդիրը կա, որ այստեղ ավելի շատ ինքը գլոբալ մագարտակի խնդիր է, երբ որ ասենք Հայաստանին միավոր խորանարդ մետրի համար գազը ասենք թանկանում է 10%-ով, բայց գազ տրամադրողը, այսինքն արդեն բաշխող կազմակերպությունը գազը թանկացնում է 10%-ից ավելի։ Սա անընդունելի է եւ սա խոսում է նրա մենաշնորհի չարաշահմամբ, մանավանդ որ օրինակի համար տնտեսագիտորեն շատ հեշտ է սա բացատրել, տեսեք Ենթադրենք գազը արժի $100 եւ հիմա այն դառնում է 150, չէ՞։ Ենթադրվում է, որ մանրածախ գինը պետք է 50%-ով, ինչպես եւ գազի գինը թանկացավ, բարձրանա, բայց դա այդպես չէ։ Ինչի՞։ Որովհետեւ երբ որ 50%-ով գինը բարձրանում է, դրա կառուցվածքում մենք պետք է նայենք թե մեզ տրամադրվող գնի կառուցվածքում ինչքանն է որ գազի ինքնարժեքից փոխողն է եւ դրանից բացի կան ասենք այդ ապարատի պահպանման ծախսեր գազի մանրածախ ցանցի
ծախսեր չէ, որոնք մտնում է եւ ձևավորվում է մեր ինքնարժեքը, այսինքն երբ որ հումքի գինը 50%-ով բարձրանում է, մենք նայում ենք հումքը ընդհանուր գնի կառուցվածքում ինչքան է, այդ սովորաբար դա 50 կան մանրամասներ, որոնցից տեղյակ չեն 50%-ի կարգի է, այսինքն հումքի գինը ընդհանուր ապրանքի կառուցվածքում արժեքի 50%-ի չափով է համանացած, ասենք ցանցի սպասարկման աշխատողների աշխատավարձ, մանրածախ ցանցի ամբողջ ծախսերը։ Հետևաբար, եթե 50%-ն է, եթե գինը միավոր բարձրանալը պետք է բերի կես միավորով գնի բարձրացում, այսինքն եթե համաշխարհային շուկայում գազի գները կամ Ռուսաստանի կողմից տրամադրված գազի գինը բարձրանում է 50%-ով, սա ենթադրում է, որ մանրածախ գինը չի կարող ավել բարձրանալ, քան 25%-ը, մինչդեռ ենթադրվում է, որ 50%-ից ավել է լինելու գնի բարձրացումը։ Եվ սա վստահ եմ, որ տնտեսական մրցակցության հանձնաժողովը գնահատական այս սկզբունքին ծանոթ է, որովհետև ծանոթ եմ անդամներին որպես մասնագետներ, այո, եւ հույս ունեմ, որ իրենք համենայն դեպս տնտեսական օրենքների եւ օրինաչափությունների տիրույթում հայ-ռուս գազարդ ընկերության հետ գնահատական այդպիսի տարբերակով կփորձեն, որ ասենք այդ գնի բարձրացման հաշիվը ավել չլինի ներքին շուկայում բարձրացման։ Հասկանալի է։ Պարոն Բաղրամյան, դուք ներկայացնում եք սոցիալական ոլորտ։ Այս բարձրացումները, որոնց մասին ներկայումս խոսվում է, որքանով կանդրադառնան սոցիալապես անապահով ընտանիքների ընդհանուր ապրելակերպի իրավիճակային պայմանների վրա։ Բնական է բոլորը, ոչ միայն սոցիալապես անապահով ընտանիքներին, ընդհանուր առմամբ յուրաքանչյուր ապրանքի բարձրացումը ունենում է իր բացասական հետևանքները եւ երևույթով հանդերձ։ Սա մի կողմն է խնդրի, բայց իսկ առումով հավանաբար դուք արդեն հիշում եք, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունը երկրորդ տարին է դեռ անցած տարվանից փաստորեն սոցիալապես անապահով ընտանիքների համար որոշակի քանակ դա ընտանիքին հատկացված 300 խորանարդ մետրի համար ամբողջ տարվա կտրվածքով, այսինքն ընդունենք ապրիլից ապրիլ ժամանակահատվածի համար գազ սպառողին տալիս է զեղչ 132 դրամի փոխարեն արդեն 100 դրամով վճարելու իրավունքը։ Դեռ անցած տարի այդ փորձը արդեն կիրառվել է, փաստորեն որոշակի տարբերությամբ նորից ծրագիրը շարունակվել է այս տարի, ինչ առումով։ Այսինքն մասնակի փոխհատուցումը։ Եթե, այո, այսինքն նախատեսված արժեքի մեջ ամբողջ տարվա ընթացքում քաղաքացուն տրվում է 300 խորանարդ մետր իրավունք ավելի քիչ վճարելու համար, այսինքն 132 դրամի փոխարեն նա վճարում է 100 դրամ։ Խնդիրը այլ մոտեցում ունի այս տարի, ինչու՞մն է կայանում։ Փաստորեն անցած տարի նախատեսված էր ընդհանրապես անապահովության գնահատման համակարգում հաշվառված բոլոր ընտանիքներին աջակցել, լինեին նպաստահարու, թե ոչ։ Այսինքն համակարգում հաշվառված 0-ից բարձր միավոր ունեցող ընտանիքներին այդ իրավունքը տրված է։ Սակայն այս տարի կառավարության նոր որոշմամբ ընդամենը թույլատրված է մենակ ընտանեկան նպաստ ստացող ընտանիքներին, որը որ Գյումրի 2 սոցիալական ծառայությունների համար կազմում է գրեթե 5400 ընտանիք։ Այսինքն մենք ունենանք շուրջ Գյումրի 2 սոցիալական խոսքը վերաբերում է մեր ծառայությանը, շուրջ 1000-ից սահմանում գտնվող ընտանիքներ, ովքեր գտնվում են այդ համակարգում, սակայն չեն ստանում ընտանեկան նպաստ, ժամանակ առ ժամանակ նրանց տրամադրվում է հեռատապ օգնություն, փաստորեն այդ ընտանիքները այս տարի այո օգտվելու իրավունքը ձեռք չեն բերել։ Սա է հիմնավորվանում։ Իմ կարծիքով սա արդեն պետական միջոցների հետ կապված խնդիրներ է, փաստորեն ունեցած հնարավորությունների սահմանը բավարարել է ընդամենը նպաստ ստացող միայն ընտանիքներին, այսինքն ոչ նպաստահարումներին դեռևս չեն անդրադարձել, միգուցե հետագայում նաև սա կվերանայվի հավանաբար իմ կարծիքով։ Սա է խնդիրը։ Իսկ այդ փոխհատուցումը, մասնակի փոխհատուցումը թեկուզ միայն նպաստառու ընտանիքների համար բավարար կարելի է համարել, թե ասենք դա ընդամենը չնչին աջակցություն է։ Սոցիալապես անապահով ընտանիքների համար կարծում եմ, որ միայն այս օգնության տեսակը չէ։ Տարվա մեջ տարբեր տեսակի օգնություններով կառավարությունը կարողանում է կոնկրետ գազը իմ կարծիքով շոշափելի սա օգնության տեսակ է, կարծում եմ, որ քաղաքացիները գրեթե ճիշտ է, իրենց ծախսերը հնարավոր չէ միանգամից փակել, բայց վերջի վերջո սա աջակցության տեսակ է։ Հնարավոր չէ մի ամբողջ ենթադրենք վարված գազի դիմաց ամբողջ ծախսերը պետությունը վերցնի իր վրա։
մի մասով դա է զիջում, մեկ այլ միջոցառումով ուրիշ աջակցություն է կատարվում։ Սա է հիմնականում սոցիալական ոլորտի աջակցության տեսակները։ Երբ մենք ընդերցում ենք աջակցության մասին օրենքը, նախատեսված է տարբեր տեսակի օգնությունների միջոցառումներ, գրեթե 8-9 տեսակի ընդհանուր մինչև օթևան տրամադրելու, դրամական միջոցների, սա տեսակներից մեկն է, գազի զեղչի կիրառումով։ Բայց եթե հաշվի առնենք, որ մեր կողքին կան շատ ապրող շատ քաղաքացիներ, որոնք չեն օգտվում նպաստից, ընդգրկված չեն նպաստ համակարգում, ունենք չէ նման ընտանիքների թիվը շատ է, նրանք չեն օգտվում այդ արտոնություններից, այսինքն խնդիրը ավելի շատ գլոբալ կարելի է համարել։ Եթե մի մասին մասնակի փոխհատուցում է տրվում, սա բավարար Համենայն դեպս օգնության տեսակը ես այսպես եմ կարծում, որ հնարավոր չէ Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացին հավասար իրավունք տալ։ Դրա համար պետք է տարանջատել, որը որ փաստորեն ընտանեկան նպաստ համակարգում հաշվառված ընտանիքներին, այսինքն օգնում ենք ում սոցիալապես ավելի անապահով ընտանիքներին։ Իսկ համակարգում հաշվառված ընտանիքները, ովքեր նպաստ են ստանում, իրենց կարիքավորության միավորը ավելի բարձր է։ Եթե նրանք նպաստառու չեն, բնական է այդ ընտանիքում կա որոշակի չափի փաստորեն դրամական միջոցներ։ Այդ իսկ առումով խնդիրը տրվել է այսպես, որ առայժմ ես օգնել միայն ավելի բարձր միավորներ ունեցողներ, փաստորեն 30.01-ից բարձր, դա ընտանեկան նպաստի շեմն է, սահմանային մեծության սկիզբն է, 30 եւ 0.1-ից բարձր միավոր ունեցողներ, այսինքն ավելի խոցելի խավերին։ Կոնկրետ որ ամիսների համար է եղել հունվարից, արդեն եղել է ծրագիրը։ Կառավարության որոշումը կիրառման մեջ է փաստորեն մայիսից, եթե ես չեմ սխալվում, իսկ նախորդ տարվանը ապրիլից ապրիլ ժամանակահատված, այսինքն սա շարունակվում է 2011 թվականի այդ միջոցառմանը, գրեթե ընդհատում տեղի չունեցել, եւ եթե եղել է, դա նշանակություն չունի։ Հետո ինչն եմ ես կարևոր ընդհատում եղել է, բայց 12 ամիս իրենց համար գրաֆիկի մեջ է մնում, ժամկետի մեջ, այսինքն եթե դու ապրիլ ամիսը միայն բաց ես թողել, գազասպառող ես, փաստորեն մայիսին արդեն կարող ես նախորդ վարազի դիմաց քո այդ 300 խորանարդ մեջը վերջիվերջո դա ամբողջ տարվա համար է, պարտադիր չէ որ ապրիլին անմիջապես ունեցած ծախսերը փոխհատուցվեր։ Դուք կարող եք դեկտեմբեր ամսին, այսինքն դա ձեր ցանկությունն է, գազ սպառողի եւ գազ կազմակերպության միջև կա փոխհամաձայնություն, որովհետեւ կարող են եւ ծմրան ամիսներին այո, այսինքն փոխհամաձայնության դեպքում հավասարաչափ ինքը կարող է այդ 300 կվադրատ մետրը բաժանել ամբողջ 12 ամիսների վրա, օգտագործել իր ցանկության չափով։ Խնդիրը նրանում է կայանում, որ բավականին իրավունքը ինչ առումով մեծ է ընտանեկան նպաստ համակարգում գտնվողների համար, որ մենք ունենք ընտանիքներ, ովքեր ենթադրենք մայիսի 1-ին ձեռք են բերել ընտանեկան նպաստ իրավունք, հունիսին հնարավոր է, որ զրկվեն այդ իրավունքից, այսինքն ընտանիքում փոփոխություն է տեղի ունենում։ Դա չի թույլ տալիս իրեն, որպեսզի զրկվեն այդ միջոցառման իրավունքից, այսինքն մնում են նույնպես ծրագրերի մեջ, չի ընդհատվում իրենց այդ 300 խորանարդը մետրը օգտագործելու իրավունքը եւ հնարավոր է երկրորդ տարբերակը, որ այն քաղաքացիները, որոնք մինչև եկող տարի 2013 թվականի մարտ ապրիլ ամիսները ձեռք կբերեն նոր իրավունք ընտանեկան նպաստ համակարգ ընկերվելու համար, փաստորեն նրանք նույնպես ձեռք են բերում այդ իրավունքը։ Ամփոփելով ուզում եմ ասել, որ չեն կորցնում իրավունք ընտանեկան նպաստի մեջ գտնվողները եւ ձեռք բերողները ընդհակառակը ընդգրկում են այդ ծրագրի մեջ։ Սա է խնդիրը։ Ինչպես հայտնի է, սպառողների իրավունքները հիմնականում նշվում է, չէ՞, անդադ որ ոտնահարվում են հանրային ծառայությունների եւ առևտրի ոլորտում։ Այս գնագոյացումները կարելի է համարել սպառողների իրավունքների ոտնահարում։ Միջև այդ փորձեմ մի կարևոր ակնարկ անել, տեսեք, ըստ պաշտոնական տվյալների Շիրակի մարզում աղքատության ցուցանիշը մոտավորապես 47%։ Այսինքն եթե ընդունենք, որ Գյումրիում ըստ պաշտոնական տվյալների մոտ 120,000 բնակիչ կա, այսինքն եթե միջինը 4 հոգի, 30,000 միջինը ընդհանրենք ընտանիք ունենք եւ 30,000 ընտանիքից նպաստառու ինչքան հասկացանք 4,000-ն է։
Դա միայն քաղաքի մի մասով, ընդհանուր առմամբ քաղաքում փաստորեն մոտ 8-9000 8000 ընտանիք, սա 30000-ի մեկ երրորդը մոտավորապես, մեկ երրորդից մի քիչ էլ տարբեր։ Ուրեմն Պաստորեն ստացվում է, որ կեսը աղքատ են, բայց նպատ ստանում են մեկ երրորդը։ Այսինքն գների բարձրացումը, ենթադրենք այն մեկ երրորդի հաշվարկը, որ անենք, մեկ հոգու նոր ես հաշվեցի, ստացվում է տարեկան 800 դրամի կարգի, այսինքն եթե 300 խորանարդ մետր է, զեղչվում է 32 դրամով, սա մոտավորապես ստացվում է 10000 դրամ, 10000 դրամը բաժանում ենք 12 ամիսների վրա, ստանում ենք մոտավորապես 850-ի մոտ թիվ։ Այսինքն մեկ ընտանիքի համար այդ պետության ամենափայլուն ծրագրերից մեկը սոցիալական աջակցության մեկ ընտանիքին ամսական մոտավորապես 800 դրամ է։ Ու սա արդեն թիվը խոսում է ծրագրի փայլուն լինել։ Մինչդեռ արդեն ունենք 47% աղքատություն եւ եթե գազի գինը բարձրանում է, սա միանգամից գազը առաջին անհրաժեշտության ապրանք լինելով բնականաբար իր տնտեսական հետևանքը աղքատության տոկոսի բարձրացումն է։ Ուրեմն կառավարությունը մի կողմից անում է ծրագիր ընդամենը աղքատների 30%-ի համար, մինչդեռ աղքատ համարված բնակչության մնացած 70%-ը էլ ավելի աղքատանում, պլյուս նրանց միանում են նոր աղքատներ, որովհետև գների բարձրացումը առաջացնում է նոր աղքատություն։ Ուրեմն այ ամբողջ խնդիրը սրանում է, թե պետության գերխնդիրը, որի պատասխանատուն կառավարությունն է, աղքատության տոկոսի կրճատումն է, մինչդեռ այս կոնկրետ դեպքը եւ նաեւ դրանից փոխող տնտեսական քաղաքականությունը պետության 800 դրամի մեկ ընտանիքին միջին ամսական, ըստ այս հաշվարկի, վստահաբար բերելու է աղքատության տոկոսի բարձրացմանը իմ մասնավորի Գյումրի քաղաքում։ Եվ նաեւ այստեղ անդրադառնամ արդեն սպառողների իրավունքներին, եթե գները իրապես բարձրանում է համաշխարհային շուկայում, այստեղ սպառողի իրավունքը չի ոտնահարվում, որովհետև սպառողի իրավունքին զուգահեռ գոյություն ունի արտադրողի իրավունքը, բայց այստեղ մեկ այլ խնդիր է, որ մենք տեսնում ենք։ Նախ գազի գնի շուկան տնտեսագետների, շատ տնտեսագետների համար մի քիչ հարցական է, որովհետև տարբեր տվյալներ, տարբեր ծառայությունների կողմից միշտ տարբեր տվյալներ են ներկայացվում եւ տնտեսական մրցակցության հանձնաժողովի հետ քննարկումներն միշտ այսպես ինչ-որ աներևույթ բաներ կան, որտեղ մեծ թվեր է եւ վստահաբար այնտեղ շատ այդպես ֆինանսական կարող է եւ խարդախություններ լինեն եւ սրանով պետք է գոնե պատկան մարմինները մշտապես զբաղվեն եւ իրենց ուշադրության կենտրոնում լինի։ Եվ այստեղ հարցը նաեւ որոշակի քաղաքական ենթատեքստ ունի, որովհետեւ ամբողջ աշխարհին, երբ որ Ռուսաստանը, այսինքն Գազպրոմը վաճառում էր, ասենք 320, 350, 300 դոլարով, Հայաստանը վաճառում էր 120 այն ժամանակ 120 դոլարով, հայդո 180 դոլարով։ Այսինքն այստեղ պետք է հասկանանք ինչը փոխվեց, ասենք հայ-ռուսական հարաբերությունների մեջ։ Այսինքն սպառողի իրավունքը, եթե դիտարկում ես որպես կառավարությունից պահանջ, կառավարությունը այսօր մի քանի հստակ հարցերի պետք է պատասխանի։ Ինչի գինը բարձրանում է, երկրորդ ինչպես է ազդում 800 միջին ամսական 800 դրամը մարդու ընդանուր աղքատության վրա եւ ինչու է գազի գնի ավելացման պարագայում երկրում ավելանում աղքատների թվաքանակը։ Այս հարցերն է, որ սպառողի իրավունքներին հագարակ է, բայց եթե ասենք Գազպրոմը հայ-ռուս-գազարտին տալիս է ավելի բարձր գնով, բնականաբար հայ-ռուս-գազարտն էլ իմ ասած արդեն տնտեսագիտական սկզբունքով ոչ թե մեկին մեկ, այլ մեկին անչկա այնքան, ինչքան որ հումքը այդ կառուցվածքում է, այդ կանով բարձրացնի, ես չեմ մեղադրի, բայց այստեղ էլի եմ ասում, այս ոլորտը այն ոլորտներից է, որ ամբողջությամբ այսպես շատ տնտեսագետների եւ շատ վերլուծաբանների համար մութ ոլորտներից է համարվում։ Պարոն Բաղրամյան, դուք համաձայն եք տնտեսագետի այն դիտարկմանը, որ այդ 800 դրամ գումարի չափը որ նշվեց, հաշվարկվեց։ Ճիշտ ասած, ես իմ մասնագիտությամբ տնտեսագետ չեմ, բայց ունեմ իհարկե իմ կարծիքը, դա այլ խնդիր է, թե իմ կարծիքն ինչ է, ինչուն է վերաբերվում։ Բոլոր դեպքերում մենք կոնկրետ փաստերին ենք նայում, այսինքն գնահատում ինչքանով է ազդում, չի ազդում, կա ընտանիք, կա սոցիալական վիճակ եւ կա օգնության տեսակ։ Այսինքն ես որպես սոցիալական աշխատող ընդամենը պարտավոր եմ եւ լիազորված եմ խոսել մեր
իրավունքների եւ իրավասությունների սահմանում, այսինքն շոշափելի, այսպես ասած, օգնությունների մասին, ինչը ես արդեն մեջբերումով մեր ասեցի, որ տրվող օգնության տեսակները սոցիալական ընտանիքներին դա ուղղորդված է, թե նման կազի փոփոխությունը կանի ինչքանով կազի, դա հետագայի խնդիր է եւ տնտեսագետների դա բնական է վերլուծումը, ես չեմ կարող իմ անձնական կարծիքը, այսպես ասած, տարածել որպես երևույթ։ Հարգելի հյուրեր, տեղեկացնեմ, որ այս հաղորդաշարի շրջանակներում այս թեմային անդրադարձել էինք նաև մեր բազմաթիվ հեռուստադիտողների խնդրանքով եւ մի քանիսը հարցեր են ուղղել, երևի պարոն Բաղրամյան դուք կպատասխանեք, խնդրում եմ պարզաբանել, ես սոցիալապես անապահով եմ, անցնող տարի օգտվել եմ գազի վարձավճարի զեղչից, որը տրամադրել էր կառավարությունը, սակայն այս տարվանից ես զրկվել եմ ընտանեկան նպաստից ու չգիտեմ, կօգտվեմ այդ հնարավորությունից թե ոչ։ Հավանաբար չի օգտվելու, հա։ Այս պահին, եթե ինք ընտանեկան նպաստ չի ստանում, բնական է չի օգտվելու։ Սակայն, եթե կարող է դիմել սոցիալական ծառայության համապատասխան տարածքային բաժին, վերանայվում է, ուսումնասիրվում է, եթե նա ձեռք է բերում նպաստի իրավունքը, ուրեմն անմիջապես ձեռք է բերում նաև գազի այդ սակավերի զեղչի իրավունքից։ Փաստորեն մեր քիչ առաջ մեկնաբանությունը, որ ձեռք բերելու իրավունքը կարող է քաղաքացին դեկտեմբերին կամ հաջորդ տարի հունվարին բերի, դա նշանակում է նորից ինքը իրավունք է ստանում, որովհետեւ այդ զեղչից օգտվի։ Պետք է նայել, ուսումնասիրել, հետո նոր ձեռք բերի եւ նաեւ Տիկին Ջուլիետայի հարցը, որին երևի տնտեսագետը անդրադարձավ, եթե Ռուսաստանի Դաշնությունը մեզ 1000 խորանարդ մետր գազը վաճառում է $180, ապա ինչ չափորոշիչներով է հաշվարկված սպառողների համար գազի վարձավճարը, ինչ տրամաբանությամբ։ Վարձավճարը նորից ենք ասում, մոնոպոլ դիրք ունեցող ընկերությունները ներկայացնում են տնտեսական մրցակցության հանձնաժողովին եւ այդ տնտեսական մրցակցության հանձնաժողովի հետ ֆիքսվում է գին, սպառողների գին։ Եվ այդ $180-ից զատ էլի եմ ասում, ամբողջ այդ սպառման փաշման շղթան, սա որոշակի ծախսեր է, իր մեջ ներառում, օրինակ աշխատողների աշխատավարձը, տեսուչներ, դրա մեջ գազի սպասարկում, մանրածախ այդ ամբողջ ցանցը եւ դուք մտածեք, որ այդ ամբողջը ծախս է, սա գումարվում է գազը որպես ներմուծված հումքին, ստացվում է այդ գազի ինքնարժեքը, դրան հավելվում է շահույթը, այսինքն Հայ-Ռուսգազարդ ընկերության շահույթը եւ ստացվում է արդեն շուկայական գինը։ Այդ գինը, որպեսզի մոնոպոլ, ասենք, Հայ-Ռուսգազարդը իր հայեցողությամբ չլինի, այդ հաշվարկները ամբողջ ներկայացվում է տնտեսական մրցակցության հանձնաժողովի եւ տնտեսական մրցակցության հանձնաժողովի հետ որոշում է խելամիտ շահույթի նորմա եւ սա սահմանում է որպես գին։ Պարզ է, հիմա այստեղ հարցը ուրիշ է, երբ որ գինը բարձրանում է հումքի, սա բնականաբար ընդանուր այդ ինքնարժեքի կառուցվածքում փոփոխություն է բերում, բայց իր փոփոխության չափը լինում է այնքան, ինչքան որ ինքը այդ ընդանուրի կառուցվածքում է, եւ այդ կառուցվածքում սովորաբար համաշխարհային պրակտիկայում 50% է, այսինքն 50% հումքի արժեքն է ինքնարժեքի մեջ, մնացածը ամբողջ սպասարկման։ Հիմա ասենք որ բարձրացավ գինը, հումքի, պետք է դրա կեսի չափով բարձրանա գինը։ Պարզ է, բայց եթե հանգարց ասենք հումքի գինը Ռուսաստանի կողմից մեզ տրամադրվող գազի գինը բարձրանում է ասենք 10%-ով եւ նաեւ ներքին շուկայում է բարձրանում 10%-ով, սա ենթադրում է, որ ֆինանսական անճշտություն կա կամ մեղմ ասած կամ սխալվել է տնտեսական մրցակցության հանձնաժողովը, ինքը չի կարող սխալվել, որովհետեւ լավ պատկերացնում է, կամ նրան դրտել են, որ ինքը սխալվել է։ Եղավ, շատ շնորհակալ եմ հարգելի հյուրեր հետաքրքիր զրույցի համար։ Այսքանը հարգելի հեռուստադիտողներ, ցտեսություն կհանդիպենք։